Այսօր ուզում եմ նայել ինչ է եղել առաջիկայում, ասենքն մոտակա անցյալում, ինչ է լինում այսօր եւ ինչ է սպասվում մոտակա ապագայում։ Ավելի շատ կենտրոնանամ ֆինանսների եւ անձնական հարցերի վրա։ Տեսնենք այսօր ինչ ցույց կտան կարտերը։ Կհանեմ երկու քար։ Առաջ մոտակա անցյալում ինչ է եղել, այսօր ինչ է լինում, որտեղ ենք այսօր, այսինքն եւ ինչ է սպասվում մոտակա ապագայում։ Ինչ է եղել։ Ինչ է եղել։ Տեսնում եք բավականին ուժեղ անձնավորություն, որի կյանքը շատ աշխուժ է, շատ այսպես արագընթաց, շատ ակտիվ, շատ աշխուժ կին է, միգուցե։ Շատ աշխուժ մեկն է, շատ էլ ուժեղ բնավորություն ունի, կյանքում պայքարում է իր տեղի համար, բայց շատ էլ աշխուժ կյանք ունի։ Տեսնենք, փորձենք եւս մեկ կարտ տեսնեմ, ինչ որ լրացուցիչ ինֆորմացիա կստանա։ Ֆինանսների հետ եմ նայում, չէ, եւ բավականին նայեք, աղջիկ է, հաստատ աղջիկ է, եւ լավ էլ ինքը փող վաստակում է, շատ լավ էլ շատ լավ էլ գումար վաստակում է։ Բավականին էլ ռոմանտիկ աղջիկ է, բնություն է սիրում, բնության գրկում է սիրում լինել, ինքը աշխատում է, իր աշխատավարձն ունի եւ գումարը գալիս է եւ էլի կգա։ Այո, կայացած ինքը իր խելքով, իր գիտելիքներով, իր աշխատանքով կարողացել է գումար վաստակել եւ հիմա այսօր ինքը շատ լավ տեղում է, շատ լավ տեղ է հասել։ Բայց շատ դժվար է աշխատել։ Տեսեք հələ, այս երկուսն էլ 10-10, այսինչ այսօրվա դրությամբ այս ամեն ինչի հասել է այսպես շատ, տեսակ, այսպես եթե հիշում եք, ասեցի շատ ակտիվ, միգուցե մի գործ չի անում, մի քանի աշխատանք է միանգամից կատարում, չեմ կարող ասել, եւ իրականում ինքը բավականին ինչ որտեղ հասել է, բավականին կայացած աղջիկ է, բավականին գումարներ են տեսնում, բայց այսօրվա դրությամբ շատ հոգնած է, շատ է աշխատել, չափից ավել ծանր բեռ է իր վրա, չափից ավել ծանր, բայց արդեն այդ դժվար աշխատանքի վերջն է, 10 դա վերջն է, այս դժվար աշխատանքի վերջն է, տեսնենք ինչու է վերջը, բայց այո, վերջանում է, շատ դժվարությամբ է հասել, մեկ նայում ես մարդու հաջողությանը, չէ, ասում ես, ինչ հաջողակ է, բախտը բերեց, երևի չէ, այս աղջիկը տվյալ դեպքում բախտի հարց չի այստեղ, ինքը բավականին շատ է աշխատել, բավականին, չափից ավել բեռ, միգուցե եւ իր եւ կողքինների բեռն էլ շալակել է եւ արդեն էլ հոգնած է, ոնց որ արդեն ուժասպառ է լինում, հասնում է շատ բանի, հասել է, բայց շատ դժվար էլ ճանապարհ է անցել, շատ դժվար։ Եվ այսօր արդեն շատ հոգնած եմ տեսնում իրեն։ Այո, տեսնում եմ, որ լավ մասնագիտություն ունի եւ իր մասնագիտությամբ աշխատում է, բավականին լավ աշխատում է, բայց շատ էլ ծախսեր եւ շատ էլ հոգսեր կան, կարող եմ ասել, այստեղ երբ գիտեք, ասում են, որ հոգսերը վերցրել է իր վրա, ուրիշների նաեւ, միգուցե ընտանիքում անդամներ կան, չեմ կարող ասել ովքեր են, որոնք առանձնապես պարապ-սարապ ոչինչ էլ չեն անում եւ այդ հոգսը մնացել է իր վրա, ինքն է այսօրվա տան պայքարողը, ընտանիքում գումար վաստակողը։ Եվ ես ինչքան հասկանում եմ, ես այս կարտը թրերի թագուհին, սրերի թագուհին, ես իրեն համարում եմ սառցե թագուհի, ասինքն ինքը զգացմունքներ առանձնապես չունի, շատ այսպես լոգիկայով, մտածված մարդիկ է, էլի պայքարում է իր կյանքի ոչ միայն իր էլի եմ ասում, գումարը գալիս է եւ ծախսում է եւ մեծամասամբ ըստ էության իր վրա չի ծախսում։ Կան մարդիկ, որոնք ուղղակի պարապ-սարապ ոչինչ էլ չեն անում։ Այդ հոգսը մնացել է իր վրա։ Այսօրվա դրությամբ տեսնեմ ապագայում ինչ է լինում, այդ դեպքում կասեմ։ Ապագայում շատ մեծ փոփոխություն է սպասվում իրեն, շատ մեծ փոփոխություն է ստացվում։ Ավելի կթեթևանա իր վիճակը, շատ կթեթևանա, բայց նաև շատ կբարդանա։
Կթեթևանա, այսինքն այնպես ասում էի, չէ, որ արդեն այդ դժվարությունները մնում են յետևում, այդ աշխատանքը ծանր որ այլը մնում է դեմ, իսկ սա չարքն է, դևիլն է սա, դևն է։ Սա տեսնենք այս ինչ է լինում, բայց թեթևանում է վիճակը, այդ ծանր աշխատանքը չի լինելու եւ մի քիչ խենթանալու է ստրեութին մեր սարսեթագին, տեսնենք այդ, այո, փոփոխություն, շատ մեծ փոփոխություն է լինելու, կտրուկ կյանքում փոփոխություններ, տեսնենք ինչի հետ է կապված, տեսնենք այսօր է գնում։ Մի քիչ պիտի ժլատ լինի, մի քիչ իր աշխատանքի մեծ մասը ծախսում է ուրիշների վրա, այստեղ ընկնում է Պենտակլի 4-ը, այսինքն մի քիչ պիտի ավելի ժլատ լինի թագուհին, մի քիչ ավելի իր գումարը պահի իրեն, իր վրա ծախսի ավելի շատ, որովհետև խաբուսիկ է, չէ, ամեն ինչ, այսօր լավ գումար վաստակում ես, վաղը չգիտես ինչ է լինելու, այո, խորհուրդ կտամ։ Այս իմիջիայլոց այս չարքը, սա, ես չգիտեմ էլ հայերենով ինչպես կարող եմ ավելի լավ բացատրել, սա գայթակղությունների մասին էլ կարող է լինել սա, այո, ասում խենթանում է մեր աղջիկը, կարող է ուղղակի որոշում է, գիտեք, այսքան գումար եմ վաստակել, ձեր վրա էլ ծախսեցի, դուք պարապ-սարապ նստած եք, ես եմ ձեզ պահում, հիմա ինքը ուզենա գնալ ծախսել, գումարները պարզապես ծախսել ինքն իր վրա։ Այս ինքն իր վրա, ժլատությունը, այսինքն ես գումարները վաստակել եմ, ես հիմա արդեն, շնակում է աղջիկը խելքի գլուխն է հավաքել, որտեղ չեմ կարծում, որ ճիշտ է, որ աղջիկը պիտի կարողանա պարապ-սարապ մարդկանց, ես չտեսա հիվանդ մարդիկ, տեսեք, այդ տանը հիվանդում ես դա, բոլորովին այլ բան է, հոգ ես տանում հիվանդների մասին, բայց երբ պարապ-սարապ մարդիկ կան, դու աշխատում ես, իրենց պահում ես, ոչ մի օգուտ չես տալիս, պարապ-սարապ մարդիկ էլ պետք է սովորեն գնալ և աշխատել և իրենց կյանք դասավորել։ Հիմա տեսնենք քիչ ավելի ինֆորմացիա էս մեր աղջիկը, այո, թողնում հեռանում է, թողնում հեռանում ես բոլորից եւ բոլոր խնդիրներից, ինքն ուղղակի ուզում է գլուխն առնել ու փախչել ես հոգսերից, ես խնդիրներից, ես բոլորից, ինքը ուղղակի ուզում է հեռանալ։ Հետաքրքիր է, շատ հետաքրքիր է։ Աղջիկը սիրում է կարգ ու կանոն, իմպերատորն է այստեղ ընկել, իմպերատորի կարգը նշանակում է կարգ ու կանոն, օրենքով, ամեն ինչը ճիշտ է, ինչը ինչպես պետք է լինի, ինչը արդեն ասացի, եթե կարող եմ այս պատմությանը նայել, այսինքն, գիտեք, ամեն մարդ պետք է աշխատի, պետք է իր մասնակցություն ունենալ, եթե ընտանեկան այստեղ ծախսելու հոգսեր են, ամեն մարդ պետք է իր ներդրումն ունենա, կարգ ու կանոնը այդպես է լինում, չի կարող մեկը աշխատել, ոնց բոլորը ուտեն։ Եվ ըստ էության իրան բարկացնում է, դրա համար էլ ինքը ուղղակի ուզում է թողնել ու հեռանալ, եթե չի կարողանում, այսինքն կարգ ու կանոն սովորել, ոչ մեկ իր դաս չի առնում, իր արածից, ոչ մեկ չի հասկանում, որ ինքը չի կարող էլ, որքան կարող է աշխատել եւ պահել մեկին կամ ուրիշներին, չգիտեմ։ Եվ ինքը որոշել է իր կյանքը փոխել, ես ասացի, չի հեռանում է ինքը, հեռանում է այդ բոլոր խնդիրներից, ուղղակի ուզում է թողնել ու փախնել։ Եվ ինքը կհեռանա այդ հոգսերից։ Իրենց խնդիրները շուտով կվերջանան, որովհետև ինքը հեռանում է։ Հեռանում է տնից, հեռանում է մարդկացից, չեմ կարող ասել։ Եվ այո, ինքը իր ճակատագիրը իր ձեռքերում է վերցրել եւ հեռանում է։ Ինքը ուղղակի ուզում է հանգստանալ, լինել այն մարդկանցից, սա նոստալգիայի կարտն է, այսինքն նորից էլի վերադառնալ այն բարի գեղեցիկ օրերի, երբ ինքը շատ անհոգ ու հանգիստ էր։ Ինքը փորձում է այս հոգսերից փորձում է հեռանալ, որտեվ արդեն չի կարողանում, տեսեք այս թրերը, տեսեք էլ չի կարողանում, արդեն ինքը գիշերեն չի կարողանում քնել, այնքան հոգնում է, չի կարողանում քնել, հանգստանալ, խանգարում է, այսինքն այնպես չի, որ ինքը ուրախ էր այս բոլոր աշխատելու, սրա նրա մասին հոգ տանելու, չէ, բոլորովին, այդ ուղղակի իրեն հանգիստ չի տալիս։ Եվ ինքը վերջապես, որ առաջ չէր մտածում, տեսեք, հիշում եք, այստեղ ասում էի, ինքը թուրը ձեռքին, ուղղակի լոգիկայով, տրամաբանությամբ, մտածելով ճիշտ է այսպես է, պիտի աշխատեմ, նա չի կարողանում աշխատել կամ նա կամ նրանք, ովքեր տան այսպես ծույլ նստած են, ես ունեմ մասնագիտություն, ես եմ աշխատում, ես եմ անում, ես կանեմ, բայց հիմա արդեն սկսում է այդ խնդիրներին երես շփվել, այո, հասկանում դա սխալ է։ Ես չեմ կարող բոլորի խնդիրներին իմ վրա վերցնել, դա ինձ խանգարում է իմ կյանքը դասավորելուն եւ ամեն մարդ պետք է հոգսեր վերցնի իր վրա եւ ինքը նոր ճանապարհ է փնտրում եւ ուզում է մենակ գնալ իր ճանապարհը, այո, ինքը մենակ պիտի գնա իր ճանապարհը։ Առաջիկայում ինչ որ տարբերակներ կլինեն, բայց ինքը այդ տարբերակները չի ընդունի։ Այո, ինքը ուզում է լինել մենակ։ Սիրտը կոտրվել է, հիասթափվել է, այո, ըստ էության,
Գիտեք, ինչ եմ տեսնում։ Շատ լավ բաներ եմ տեսնում եւ շատ վատ բաներ եմ տեսնում։ Ասեմ, ինչ եմ տեսնում հերթով։ Իրականում այս աղջիկը, տես ասում եք, չէ, այնտեղ թագուհին է ասում, այստեղ թագավորն, այո, ասիկն ինքը շատ կայացած, ինքը մենակ որ հեռանա ու մենակ ապրի, ինքը շատ լավ թագավորի պես կապրի։ Ու քանի որ աղջկա մասին ենք խոսում, իսկ ասեի թագուհու պես, կարտը այստեղ իրականում խորհրդանշում է թագը եւ հաջողությունները, որ հասել է, ստատուսն է սա նշանակում, կարգավիճակը չի նշանակում կին է թե տղամարդ։ Իրականում ինքը ամեն ինչի էլ կարող է եւ կարող է այդպես թագուհու պես էլ կարող է ապրել։ Իր սիրտը խոցված է, վերավորված է, այ այս դավաճաններից, այս խորամանկներից, որ իրենց թվում է կարող են գլուխ պահելով, հա, ուղղակի իր հաշվին ապրել։ Այո, ինքը արդեն հոգնել է, շատ վիրավորված, շատ նեղված է։ Սա անկել է, ինչպես է կարող եմ թարգմանել magician-ը, մարդը, որ կարող է հրաշքներ գործել, հրաշագործ։ Ինչու է ինքը հրաշագործ, որտեղ տեսեք, այս կարտերում, տարո կարտերում կան 4 տարբեր տեսակ խորհրդանիշեր, չէ՞, սա գումարն է, պենտակլը կոպեկն է, թուրն է, բաժակն է, գավաթ, նաև կարող ենք ասել եւ ինչ է ես ասում, ջահերը, այո։ Սա հրաշագործն է, որը բոլոր այս 4 գործիքներն էլ ունի, որտեղ եթե հիշում եք, ամեն կարտի վրա կամ պենտակլեր, կամ թուրեր, կամ ջահեր, իսկ սա բոլոր գործիքները ձեր ձեռքում են։ Սա այս հրաշագործը դուք եք։ Դուք ունեք բոլոր գործիքները, դուք կարող եք այդ թագավորի, թագուհու ճանապարհը գնալ։ Դուք կարող եք ձեր բոլոր գործիքներն օգտագործել, ձեր հրաշք գործել ձեր կյանքում ինքներդ ձեզ համար։ Դժվարություններ կլինեն, այնպես չի, որ չեն լինելու, եւ կլինեն նաեւ, այսպես ասեմ, խանգարող մարդիկ էլ կլինեն։ Միգուցե այդ մարդիկ այդ ձեր եկերներ, հա, ում որ պահում եք շատ ներողություն արտահայտության համար, բայց այդպես եմ տեսնում։ Կխանգարեն, ամեն ինչ կանեն, որ չթողնեն, որ դուք գնաք, բայց իրականում դուք կգնաք եւ կվայելեք։ Ձեր, ինչպես ասում, կբացվեն ձեր աչքերը, դուք կտեսնեք ճանապարհը, շատ կտրուկ կհասկանաք, թե ինչ, ուր պիտի գնաք, ինչ պիտի անեք, եւ ձեր մասնագիտացված, ձեր մասնագիտությամբ, ձեր ձեռքբերումներով դուք իրականում կկիսվեք, բայց կկիսվեք ճիշտ մարդկանց հետ, այսինքն մարդիկ, որոնք արժանի են դրան։ Այո, դուք այդ ժլատությունը որ անում եք, որովհետեւ հոգնել եք այն մարդկանցից, ովքեր ձեր ակերի պես նստած են ձեր շնչին, այո։ Դուք նոր ուղի եք ընտրում, նոր ճանապարհ եք գնում, եւ դուք էլի կարող եք կիսվել ձեր հաջողություններով, բայց այս անգամ ճիշտ մարդկանց հետ։ Ամենավերջին կարտը տեսնում եմ, սա այն կողմը չեմ նայ, սա նայում եմ 6-ն է։ 6-ը հաղթանակի նշան է, դուք կհաղթեք։ Թագավոր, թագուհի կարտեր եմ տեսնում, թագավոր եւ թագուհու, իհարկե պիտի հաղթեք։ Դուք ճանապարհը պիտի գնաք մենակ, պիտի հեռանաք այս բոլոր պարապսարապ մարդկանցից, ովքեր ձեր հաշվին են ապրում, եւ դուք հաղթանակած դուրս կգաք։ Դուք կարող եք մենակ ապրել, թագուհու պես ապրել։ Եթե տղամարդու մասին էր, թող թեկուզ այդպես կարող է լինել, կարող եք թագավորի պես ապրել։ Պիտի գնաք այդ ձեր ճիշտ եք ընտրել ճանապարհը, դուք հաղթանակած դուրս կգաք եւ ամեն ինչ շատ լավ կլինի ձեզ համար։ Այսքան բան։